Բարի գալուս Հռոմ։ Ժողովուրդ, մենք արդեն հասանք Հռոմ։ Հռոմում շատ լավ եղանակ է, շատ տաք է, շատ արև է։ Ուրեմն Ֆյումինչինո օդանավականից Հռոմի կենտրոն կարելի է հասնել մի քանի տարբերակով, դրանցից մեկը տաքսին է, մոտ 50 եվրո, 50-ից 60 եվրո է, ստանդարտ գինա բոլոր տաքսիների համար։ Հաջորդը շաթլն է, որը ավտոբուս է, ինքը մի քիչ ավելի երկար է գնում, մոտ 50 րոպե, եւ արժեքը 6 եվրո է, եւ հաջորդը ամենաարագը եւ մատչելին դա գնացքն է։ Ինքը գնում է 14 եվրոյով, բայց ընդհանրապես կես ժամ անց հասնում ենք Տերմինի կայարան։ Հիմա մենք տեսնում ենք արդեն գնացքի մեջ ենք եւ կհասնենք Տերմինի, այնտեղից արդեն մեր հյուրանոցը շատ մոտ է։ Ժողովուրդ, մենք եկանք հյուրանոց, մեր Հռոմի առաջին հյուրանոցն է, մենք մի քանի հյուրանոց ենք փոխելու։ Սիրուն հյուրանոցը կարմիր գույնով, այստեղ ամեն ինչ կա։ Սա ինչ է։ Հա։ Տեսոր ամեն ինչ։ Հենց սել պատուհան։ Cute։ Ժողովուրդ, Իտալիան, հատկապես Հռոմը իմ համար այս ծառերն են։ Առաջի տեղը որ եկանք իսպանական աստիճաններն է ու լավ է նա որ հաստորեն թողնում են որ արդեն մարդիկ նստեն աստիճաններին, որովհետև Հռոմի ոստիկանությունը ինչքան ժամանակ հարգելում էր, որ այս աստիճանները մարդիկ նստեին։ Հասանք Թրևի մոտ, բայց ֆանտան ավելի մոտիկից տեսնելու համար պետք է այստեղից հերթ կանգնել մինչև այնտեղ։ Ժողովուրդ, մենք դեռ հերթի մեջ ենք, որ մտնենք Թրևի, տեսեք, հերթը այնտեղից, մինչև դեռ այստեղ ենք։ Չին պիցա, Իտալիայի, Հռոմի։ Ժողովուրդ, առաջին երեկոն Հռոմի ավարտվեց, հենց հիմա այս պանտոնին դիմաց եմ, ֆանտաստիկ երեկո էր, քիչ առաջ ընթրեցինք, ընթրիքն էլ շատ համով էր, պիցան պերֆեկտո։ Բայց Հռոմը դեռ տեսեք, ակտիվ կյանքով ապրում է, լիքը տուրիստներ, լիքը մարդիկ, բայց մենք արդեն այսօր ուզում ենք գնանք հյուրանոց, քնենք, որ վաղը ամբողջական ֆուլ օր ենք ունենալու Հռոմում։ Ժողովուրդ, ողջույն։ Մենք որոշել ենք մեր նախաճաշը վերցնենք ու գանք Բորգեզե այգում նախաճաշենք։ Բա։ Գնենք գնաց, մեզ սուրճ բերեց։ Ինչ ասում։ Հտան, որտեղից եք եկել առաջին անգամ եք մեզ մոտ, երևի ինքը մի քիչ անկյունային հատված էր, հա։ Զարմացա, որտեղը գիտես։ Շատ բարեհամբույր, ժպիտով, ուրախ, բարելով, երգելով։ Մեր նախաճաշը, սուրճը և այգի սիրուն։ Իտալիայի այդ հայտնի բուտերբրոդները, այսինքն հերթա դիմացը, մենք է որոշել ենք այդ հերթը կանգնենք, մենք չէ, այնքը,
Որոշել է այդ հերթը կանգնի։ Հետաքրքիր չի։ Հետաքրքիր է։ Ես ասեմ, երբեք չեմ կանգնել, ինչքան որ եղել եմ, ստեղ էլ կա Ֆլորենսիա մեկա, բայց չեմ կանգնել։ Իսկ այս անգամ խնդրեմ։ Այս իրա հերթներ, տեսեք, մեջ այնքան բան կա, իսկ այսօր էլ ոչ մեն չենք ուտելու։ Ժողովուրդ։ Լավ է, մենք չհավանեցինք։ Aber ամեն մեկս մի փոքր կծել ենք ու երևի պետք է ուղղի գցել։ Ու ինքը 10 եվրո արժի, 10-12։ Ինքը այնպես հիմա չկա այդ հերթը կանգնելու ու պետք է ժամանակ ծախսելու, էլի կարելի է հանգիստ գալ, սիրուն մի տեղ նստել, ոչ նստելու տեղ կա, ոչ մի բան զուտ տալիս են այս բուտերբրոդը ու շորտ բուրգերի անհաջող հերթից հետո որոշեցինք գոնե մի հատ օգտակար հերթ կանգնենք ու հիմա Պանթեոնի համար ենք հերթ կանգնել, հիմա տոմսի կգնենք։ Ժողովուրդ ժամը 9-ից հետո թրևին բացում են ու տեսեք ինչա կատարվում։ Նավայ։ Դրանք եկել ենք Վատիկան, սկզբում մի հատ security check է լինում, այսօր լիքը մարդ կա Վատիկանում, ոնց հասկանում եմ։ Դրանք պատկերացնում եք, մենք եկել ենք հենց այն ժամանակ, երբ որ Վատիկանում հատարակ է։ Դորթիմա գնում ենք Հռոմում իմ ամենասիրած վայրը։ Մեկ էլ եմ ասեմ շատ եմ սիրում Հռոմի այս փոքր կաֆեշկաները։ Գայ, որ հիմնականում մեծ տարիքով տղամարդիկ են աշխատում, բայց ուրախ զվարթ դա Վենեցիայից դա ֆիքսել էինք։ Տեսեք ինչա կատարվում, ինչքան մարդ կա։ Այս մեկը արդեն ինչքան ժամանակ է, հաշաշ կանգնած է։ Գայ, ինչ կասես Վատիկանի մասին։ Ինչ ասեմ։ Շատ սիրուն է։ Ու շատ փոքր։
Ու ջուր սիրուն քաղաք։ Նոր Հռոմում շաբաթ երեկոյա։ Ժողովուրդ, մեր ճանապարհորդությունը ավարտվեց։ Հիմա օդանավական Հռոմի ու սպասում ենք մեր թռիչքին դեպի Երևան։ Շատ սիրում, շատ ֆանտաստիկ, լավ թրիփ ենք ունեցել, ես Հռոմը շատ եմ սիրում ու երկրորդ անգամ ինքը նույն տպավորություն թողեց, ոնց առաջինն էր, նույնիսկ ավելի լավ, ի տարբերություն օրինակ Փարիզի։ Իսկ Պոզիտանոն, չգիտեմ, ինձ ասած ամենասիրուն, ամենաֆանտաստիկ, էսթետիկ առումով, շատ սիրուն քաղաք էր։ Հաջորդ թրիփը մայիսին է։